ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Մեջն էլ լիցքավորման քարտ կար, ոնց կարողա դու քո կամքով չգնայր։ Այդ գիշերվա կեսին գնաց դիսկավորման քարտը ճարեց, բերեց խոսացի։ Ապեր ինձ թվում է մի մասը ջոգել է։ Արամը քեզ այդ քարտը տվել է ինչ որ բանի դիմաց։ Դու ես զորամասից դուրս եկե սնունդը բերելու համար։ Ճիշտ այդպես։ Մամ ինչ ա եղել։ Ինչ պիտի լինի, հերդ էլ ինչ չի սիրում։ Դու մի ասա հերդ այդ աղջկա հետ պայմանավորվել էր։ Հենա, Մայրանուշը։ Արա հայդի արա Մայրանուշն է։ Յա, մխո։ Այո, այդ ես եմ, արի մի հատ պաչ եմ ցավը տանեմ։ Դու սոր ինչ ավտոյակշում։ Դեսար $2000 ոնց սկսեցի ջուրը։ Անուշիկն է եկել։ Դի եկել ես ասում ես, որ ինչ անեմ։ Ոնց ինչ անես։ Դու իրան բան չունեիր ասելու, ավելի ճիշտ նվիրելու։ Դե դու դուր բրցնենք էլի ես ինչ տամ է։ Չեմ խո, ես հաստատ չեմ տա։ Դե ուրեմն դիրն դե անկյունի վրա մի տեդիր կգա հանգալցակի կտենա պուկ կվեկալի կետը։ Էլ չսկսես, ասում եմ որ գա։ Ստե։ Հա։ Բայց ես իր այդ չունեմ, գալիս է որ ինչ անի։ Իսկունևերն է։ Շնորհավոր։ Ոնց որ մեր մոտ մարտի 8-ը 7 օր 7 գիշեր նշում ենք, էլի։ Մերսի։ Բայց Օգնելու բան կա, ընկերոջդ ասա թող գա օգնի։ Ուրիշ բան կա ասելու։ չէ։ Մխո։ Հլը մի րոպե։ Ես մխոյի մամայի ցեպը չի։ Ես ու մխոն ենք առե մխոյի մամայի համար։ Դու մխոն եք ընտրել։ Վերջո։ Դու Ես դու ես տվել Անուշիկին մխո։ Չհասկացա մխո։ Ինձ ասում ես մամայի համար եմ առնում, ես էլ ներդրում եմ անում հավեսով, տանում Անուշիկին ես նվիրում, խափում ես ինձ։ Կարբիտ, հետի ատեսնյակի համար եմ տենց արի, տենց էր պետք ուշեմ։ Են ծեպնել էր, չէ իր համար առել, որ Մայրանուշին նվիրեցիր։ Ճիշտ եմ, չէ ասում։ Ճիշտ ես ասում։ Ես ինչեր ես անում մխո։ Քո արածները քո դուրը գալիս, հա։ Հələ կարբիտ։
Մի էդի գլուզի տերը աղբենյական, մի օգտվի իմ ես վիճակից։ Ար, փոխանակ մորդ նվիրես, Անուշիկին ես նվիրում։ Ներքևում եմ ապեր, կողպաս, կհեծեծաս, կիչնես։ Բա Անուշիկը ուր է։ Բեյ, իսկ գնից, ուր է Անուշիկը։ Նոր ստեր, մեկ էլ հոպ բուկ չկա։ Էլի ներվերը կերել ես։ Փոքր ինչ։ Դե ապրես։ Չես նվիրել։ Ջան, չէ։ Ես էլ ասի այդքան փողը գցում ենք ջուրը, հագին փող հետ ընկավ։ Ես էլ բան չունեմ քեզ ասելու։ Բա չես ուզում ուրախությունս կիսես։ Վրամոն ուրա։ Չգիտեմ, ինձ ասեց գամստեր ինքը գնաց։ Բա չասեց երբ ա գալու։ Չէ, բան չասեց։ Լավ։ Նա բա երբ ես տուն գալու։ Մի ժամից։ Բայց ես ասել էի, չէ շուտ կգաս, ես արդեն դուրս եմ գալիս էսա։ Դե դուրս արի։ Բա բանալին։ Բանալին էլ թող հարևանի տունը, ես իմ ուր թողնես։ Ում տանը թողնեմ։ Կրակադիլների տանը թողնեմ։ Այ մարդ ուրիշ նորմալ հարևան չունենք։ Ոչ, ես ոչ մեկի չեմ վստահում, դրա համար է ասում էի, որ շուտ գաս տուն։ Դե լավ, թող կրակազիների մոտ ես կամ կվերցնեմ։ Լավ։ Դավայ։ Չի պատասխանում։ Այ, ինչ արեցի։ Ինչի վրամիս նեղացրի, հա։ Ինքը ինձ չի ների հաստատ։ Կների։ Երևի թողել գնացել է։ Լքել ա մեզ իրեն։ Չեմ հավատում։ Բայց եթե նույնիսկ տուն գա, միևնույնն է մեր հարաբերությունները առաջվանը չեն լինի, այ կտեսնես։ Բայց դու ինչ ես արել։ Ընդհանրապես համաձայնել ես, որ քեզ տղամարդ մերսի։ Սկի չեմ էլ համաձայնել։ Ընդհանրապես լռել եմ։ Բա էլ ինչ կա։ Դու չես գնում Սոֆայից տուն։ Չէ, ես քո մոտ կմնամ։ Օֆ։ Չգիտեմ։ Սիրտս կտոր ալնում։ Տեսնյակ ինձ $3000 փող տվել, որ գնամ մի հատ ճոխ նվեր առնեի Անուշիկի մր։ Գնացի առա, տվի Մայրանուշին։ Բա Մայրանուշին ինչ ես տվել։ Շատ իմանամ, կարբիտը ձերս տեսավ, բաթերը, հետի ում ես տալու, Մայրանուշինն է, չէ, ես էլ ուզում ասի, չէ, արա Անուշիկին է, էլ սրճարանը եկավ աշկիս դեմը, փարակալեց, արասից ասի, ասի Մայրանուշինն է, ու տես դարավ էտի Մայրանուշին է, ինչ։ Բա հետո $1000 ես դրի, 1000 ինքը դրեց, մի հատ էլ առա դրանից, ասի տանեմ էտի Անուշիկին տամ, բայց իրան ասել եմ սրբությանս եմ տալու, էլի։ Տեյնեմ Անուշիկին մերյանը, վզին ջոգում այդ ծեպնա, բայց հիմա խոյի մոր համար են գարեն է վրթովում է, հանում է շպրտում է ինչ-որ հետ ատալի արա, ուշեմ սես խաղը պատմություններ, էլի, չստացվավ չպլի արա, իմ կյանքնի չստացվավ արա, սաղ թարս արա, ոնց որ սաղ ընգացել են հետևիցս արա, ես այդ տղեն է արա, որ ընգնեի կակույնի բուտ Անուշիկի հետևից։ Մի ասածս ինչ է ապինյակ, ես ծեպը դարտու իրան, Ատեսնյակիս մոտ մաքուր դուս գամ, հետո վաղվանից ես արդեն կփոխվեմ, իմ կյանքը, իմ ապրելակերպը կփոխեմ, նորմալ ձևի կապրեմ էլ, սենց բաներ չի լի, թյուրի մացություններ։ Բայց կվերցնի։ Դու կարաս համոզես։ Չի վերցնի։
Հիմա սոֆան ստանն են ախպեր, արի գնանք դու էլ նվիրի։ Չկա տենց բան, մուրացի, չի կարա տենց բան ալի։ Հետո էլ իրա ընկերնյակը գա ասի, բա ապերնյակ ես ինչ կա, ինչ չկա, ես է քյալի դեմքով նայեմ վրեն չիմանամ ինչ ասեմ։ Ասեմ, ատեսնյակի սնգերնյակի աղջնյակնա դրա համար նվիրել եմ, բա էլ է վրա, վատ վիճակների մեջ ընգնենք։ Ես են գյոզալ մայրանուշին թողած, նայ ում հետևից եմ ընգելերը, անուշի կարը։ Ապեր մենակ անկեղծ, ես քծիբ եմ։ Ով է ասել։ Ես, Չէ, բայց ով է ասել, որ դու քծիբ ես։ ոչ մեկ, իմ մտքով անցավ։ Ախպետ որ քծիբ լինեիր, տենց ճոխ նվերներ կանեիր մխոին։ Արա ասում եմ կարող է պտիկը լինի կամ նվիրածել նեի։ Դո չէ այ ախպետ, խիսել ճալանը վատ նվել, հա։ Բախի այդքանից հետո չի հանում արա այդ Անուշիկին իրա մեջից։ Ապետ, Անուշիկը կուրացրել է, ապետ, կուրացրել։ Բայց մենք մերը առաջ ենք տանելու։ Միջև վերջ վիզ ենք դնելու, որ իրան հանենք ապեր այդ ցեղից։ Հեսա Մայրանուշի ռեյտինգն է կբարձանա մխոյի մոտ։ Վաղը ես այդ ամեն ինչ կկազմակերպեմ։ Հեսա վատ ակնապ տալիս։ Աչքից մելուն է, եկել է բանալին վերցնի։ Նա բացի ապեր, բայց հանգրտ ներս չհրավիրես։ Ուտելու բան չկա, սա հաշտատի։ Դու Մելոյենց համարը գիտես։ Հա, Մի հատ զանգի թող գան, սաղ պատալոկը ջուր եղավ։ հա, բանալին մոտս է։ Դե իջի փագի կռանտ հայ ախպեր, շուտ արա։ Գնա պոլիսորը բեր, շուտ արա։ Ոյ քորով։ Մխա պապան չկա։ Իդ որն է։ Դե նա որ զանգերին չի պատասխանում ու չի ասել երբ է գալու։ Պիտի ատեսնյակից չի։ Կարող է հակել են մամայի հետ։ Ասում եմ հակել են, կռվել էլի։ Չգիտեմ արժի քեզ դրա մասին ասել թե չէ։ Ուցես օջախում մի հատ բան է կատարվում ու ես տեղյակ չեմ դրա մասին։ Դե ուղղակի չգիտեմ դու ոնց կընդունես դրա համար, չգիտեմ ասեմ թե չէ։ Հեսա մի հատ խզիկ բան ասելու ես, չէ երևի։ Կսենք պապան սիրուհի ունի։ Չէ, բայց եթե տենց լիներ, կամար նորմալ կլիներ, հա։ Նորմալ չէր էլի, բայց ասելավ, ասատենամ ինչ էլի։ Ուրեմն այսօր մաման գնացել է մերսման սրա, պապան էլ գնացել է իր հետևից։ Պապան այնտեղ աշխատողին ասել է, որ մամային ասեն կին մերսող չկա, միայն տղամարդ է։ Հետո մաման էլ ձեն չի հանել ու պապան ջղայնացել է։ Ոնց ձեն չի անի։ Բայց չի քաշե դրա բերնին մի հատ, համաձայնվել է։ Դե չի համաձայնել, բայց ոչ էլ մերժել է։ Ախ, մորս, բայց արարևես ինչ ասիր։ Հələ ոնց կարող արա տենց բանալի, ոնց կարող է իմ սրբությունը տենց դեպքերում լռի։ Հələ ոնց կարող է իմ սրբությունը թողի, որ իրան տղամարդ լեզուս է շիֆարում ասեմ մերսի։ Հələ
Ձև չկա ոչ միտ ինչ ես ասում դու։ Ուր է մամա։ Խոհանոցում։ Բայց տենց չխոսաս, այսօր ամբողջ օրը նեղվել ա մխո։ Հա, զրփություն։ Ինչ է հա մխո։ Այդպես բան եղել է։ Բալես, նենց չի, որ ես համաձայնել եմ, ես ինչ պատմություն սարքեցիք։ Բայց տենց կին է։ Մամ, դու ասա, այդպես բան եղել է, թե չէ, հարցիս պատասխանի։ Մխո ջան, բալես, ես ինչ արել եմ, պապայի համար եմ ուզել անեմ, հասկացի։ Բուրս պայծառ է։ Իդ ինչ ես ասում դու ինձ։ Ախր ես որ պատկերցնում եմ մի հատ տղամարդ ուզեցել է, այսպես ուշքս կգնա կընկնեմ ստեսը։ Բա տեսնյակը ինչ կլի։ Վախ։ Ոչինչ, մամ ջան, դու շատ չնեղվես, ես սիզուրել է տապերին ասեցի։ Իրեն, երեխես ճիշտ է ասում։ Հալո, Սուսիկ, բանալին ում ես տվել։ Համոյին։ Դու 3 ժամ մեր անչի տուրի չեմ կացել։ Ոնց թե։ Սենց թե, ոնց թե։ Ինքը ասես տանն են լինելու, տեղ չունեն գնալու։ Նա։ Չկրագազիներին նայոր։ Հիմա որ եկան տեսան իրանց պոլերը սենց լվացել ենք, աղագին ուրախանան։ Հա, բա։ Մեզ կտա պատերը, որ տենա իրանց տունն ենք։ Ինչի։ Անե բա քեզ թվում է ինքը հավատալու է, Համո ջան, որ ջուրը բաց էին թողել, լցվել էր հարևանի տուն։ Մենք էլ եկել ենք չորացնելու նպատակով, հա, էլի։ Հա թող իշտի տակի հարևանի տունը տենա ինչա կատարվում։ Անե մեկը չի հավատալու։ Մելոնը։ Ոյ քորը։ Բրա հանգարց չասես, որ ստենք։ Ուստե ես կասեմ, հա։ Հա, Մելո ջան։ Ուր է կարա։ Մելո ջան, Ջիգեր ջան, մեր պատվիրատուներից մեկը երշիկ էր ուզել, դուրս ենք եկել այդ գործերով, էլի ցավը տանեմ։ Բանալին։ Բանալին մեր տանն է, եղբայր։ Քեշվել է կարա, չեք կրնա մեկ այդ մնայք տունը։ Դե Մելո ջան, Սուսիկը ասեց, որ ուշ ես գալու, մենք էլ արխային ենք, էլի։ Բայց ապեր մի 5 րոպեից շենքի մոտ կլինենք։ Լավ լա դուք եկեք ստեղ ես ձեզի քշեմ։ Դա դե լավությունը չի ասնում, էլի հո զորով չի համո։ Բայց ինչի տենց ասեցիր արա։ Բա ինչ ասե, արա, մեկը չէր հավատալու, մերսավեց։ Կասեր մտել եք մեր տուն ինչ-որ բան բեկալելու նպատակով, զանգեցի իմացաք, որ գալիս եմ, ջուրը բաց թողեցիք, որ լցվի հարևանի տուն, էդ էլ ձեզ արդարացում, էլի, հաստատը տենց էր ասելու, համո։ Բա որ եկավ տեսավ սենց պոլերը թաց, չի ասի ինչի չասեցիք, որ ջրերը բաց եմ թողել։ Ոչինչ Ջիգեր ջան, հեսա մենք ըլենց կչորացնենք, որ ընդհանրապես ճիճոգի, համլետ։ Արա ես իմ է, այս ամեն ինչը մեկ չենք մարսելու ապե։ Արա դու բավշեն հարևանին պետքա չասեիր, որ բանալին մեր մոտ է։ Պետքա զանգենք իրան, թողավ ինքն էլ ջուրը մաքրեր։ Ջուրը այս մարդկաց տուն է լցվում, ոչ չասեի Գագո։ Ապա ջուրը մի թափով չորացրու բարձրանանք վերև։ Արա, բայց ո՞նց բարձրանանք, ապեր։ Հիմա այդ գյադեն դրան մոտն է։ Բա։ Ոյ քորը։ Ար զանգի ասա մի կես ժամից նոր կգանք, թող իշի ներքևում սպասեմ։ Որ իջավ ներքև մեկ այլի չենք կարա դուրս գանք։ Կտենա որ շենքից դուրս եկանք։ Ապա դե միտեղ կպայմանավորվենք, միջև ինքը գնա, մենք թափով կտանենք, բանալին կտանք։ Դրանից լավ տարբերակ չկա, Համո ջան, ար զանգի։ Չէ, դու զանգի։ Ուրա, քո հեռախոսն դու էլ զանգի։ Չէ, չեմ զանգելու Գագո։ Արա դու իմ դերերը կենալ արդեն։ Թափով մաքրի, հա։ Ուր է կարա։ Մելո ջան, Ջիգեր ջան, ցավը տանեմ ճիշտ ասած Արեշյացյանը մեզ ուրիշ գործ տվեց։
Չենք կարող էլի գանք շենքի մոտ։ Կլինի միտեղ պայմանավորվենք բանալին բերենք տանք աղբերս։ Հələ այդ տղա քիչ բանալին տունն ենք մոռացել։ Մելո ջան, Ջիգեր ջան, դե նոր համոն ասեց, որ իրա մոտ է, էլի բանալին։ Ես էլ չէի իմանում, ցավը տանեմ, որ իրա մոտ է։ Վազելով շուտ բերեք այդ բանալիները հասցնեք ընձի կարող եմ, մի հատ էլ ես պիտի գնիմ ձեր հետևից։ Մելո ջան, բաբա Արևշատյանի հանրությունը չկատարեք։ Դու ես մի Արևշատյանին կզանգեմ ու կսեմ որ իր ասածը դուք 15 րոպե հետո կենեք։ Չէ, Մելո ջան, ապեր ջան, ես հեսա կզանգեմ իրան կասեմ, Մելո ջան։ Դե 5 րոպեից տեղ եղնիկ, հասկացաք։ Հա, Մելո ջան, հեսա սաղ թողում ենք բերենք, ապեր ջան։ Թքեցինք ապեր։ Չի ուզում գա։ Ասեց 5 րոպեից բերեք։ Բա որ զանգի Արևշատյանից իմանա, որ մեզի ոչ մի գործել չի տվել։ Լսինա, ձեն չհանես, մենք գնամ դուռը բացեմ ծիխարի նայեմ, եթե ինքը վերևնա մենք թափով գնանք։ Սուսիկ ես ինչ կարագք իրենցի, դրանց ինչ ես բանալի տվել։ Դու ասացիր։ Այն մարդ չեր եղնի մեկ քանի րոպե սպասեիր, ես կուկայի նոր դուրս կուկայի խոպաժար չէր։ Ես քեզ երեկվանից ասել էի, որ մի քիչ շուտ գաս։ Մխո ինչի մամայի հետ է ձեր խոսացիր, հա? Ես է որ ատեսնյակի տեղալ է, ես է գջղայնն է։ Բայց ինչ անելու բան է քեզ բան։ Էլ մի սկսի։ Բա ինչ սխալ եմ ասեմ յանի։ Ուսկերը մեր սրբությունը տենց բան արածելի արա ուղեղից մեջ տեղ չի անում։ Ես մոտավորապես ժոգում եմ ատեսնյակը համի ուրա։ Դե գնա բեր։ Ուս, գնամ մտնեմ սաունա, հանեմ բերեմ սաունայից։ Ոնց ինքը հիմա սաունայում է։ Դե երևի ջղայնացել է սաունայը գնացել։ Ում հետ։ Չեմ կարասեմ։ Եթե շատ ջղայնացած է, կյաժերի։ Եթե քիչ… Մխո, եթե բան գիտես, ասա։ Մաման մեղք այսօր ամբողջ օրը տառապել է։ Ես կոնկրետ բան չգիտեմ։ Ես ենթադրում եմ։ Բայց հեչ լավ բան չլավ։
Այ ինչ կակո։ Կորած թռնես։ Գժվել ես արա։ 11-րդ հարկից ո՞ց թռնեմ։ Ինչ անի կար։ Լսի համո, կարաս դից բարակցես մեր հարկ բարձրանաս։ Դու կարաս։ Դու ես քեզ եմ հարցնում, արա։ Կակո տղա, եթե հոգնել ես ինձանից, հենց հիմա տենց էլ ասա։ Սկսավ էլի համո, հեսա երկուսն ենք հոգնել, արա, երկուսս։ Դե գոնե հենց հիմա դուրը բաց ու ասա, որ սենց բան ա եղել։ Գժվել ես։ Արա այն ժամանակ, որ ես իրեն չեմ ասել, հիմա ոնց եմ ասելու համո։ Դե պետք է սկզբից ասեինք, էլի որ իրանց տանենք։ Ոչ մի բան չէր փոխվի համո։ Մեկը պատերին էր տալու։ Իսկ հիմա առավել եւս է տալու։ Կակո, բա հիմա դռնից այն կողմ չգնա։ Ինչ անեմ, ապեր։ Պետք է սպասենք այնքան միջև գնա։ Ես ուզում եմ սենյորիտա Եվա Սոտոմայորին տեսնել։ Ապեր, մեկը կարոտում է։ Ինձ թվում է այս սերիալը ցույց կտան։ Էդուարդ Տիտոյի հայրն է ուզում նրան տեսնել։ Ռոդրիգեսին չէ։ Բաու։ Սոֆայի։ Հա։ Նրան ասեք, որ ես Էդուարդ Տիտոյի հայրն եմ։ Ռաշտուն, ես խիլդի Ռոդրիգեսին կարոտեմ։ Դե մտածեցի, որ այս մի երկու սերիալ չկա դրա համար։ Հա ինչ անեմ ցույց չեն տվել։ Դու չէիր ասում Ռոդրիգեսը, ուր է Ռոդրիգեսը։ Արա լավ էլի դե վայ, մի ներվերս կեր։ Հիմա ինչ եմ անելու։ Ես չեմ հասկանում, հենց գիշերը գալիս է սկսում ես կարոտել, հա։ Գոնե գիտես մարդիկ են գիշերը կարոտում։ Չէ։ Հիմա ես ես նստած մտածում եմ, որ ինքը կարան իմ կողքը ներգրկած կնստե իրան, բայց տես չի, դրա համար կարոտում եմ։ Սենց որ շարունակի ոչ է կգրկես։ Այդքան ասցի, քեզ իրա մոտ մի քիչ լուրջ պայի։ Ես իսկ շատ լուրջ եմ պահում։ Դա դու գեփ եք ամուսնանում։ Մի երկու երեք ամսից։ Դա չէի ասում, մի անգամից պետք է ամուսնանանք։ Չէ դե հոտ հալան չի։ Հետո այդպես հետաքրքրությունը կորում է։ Ու քեզ նայողը հեշ չի ասի, որ դու սիրո արված տղա ես։ Բա ինչ անեմ վարուշ։ Մեջքից թևեր խփեմ, ստե մանգամ որ դու հավատաս։ Շատ չոր մարդ ես ապեր շատ։ Դու հիմա պետք է ամեն օր Լիլոյի կողքը լինեիր։ Հեսա որ ամուսնացա, սաղորը Լիլոյի կողքն եմ լինելու։ Շատ սառը մարդ ես դու ապեր։ Ես եմ սառը։ Եթե ես սառը լինեի կտանեի 50,000 բոտեքսի փող տայի։ Ինգեր մի հատ մասնագետ չկա, կա այս դուրը բաց է։ Դո չէ ախպերս բանալի չկա մոդներս մնացել ենք մի կզարգեմ ես դուրը կճարտեմ կրակածիները կգնին ծախսի տակ։ Հա ախպերս ղերգեք սպասեմ։ Լավ։ Ժամանեցի վերջապես, հա, փառքը շատ Աստված ջան։ Իս չեն եկել։ Եկել են, պրոստը կտզես վես դուսը կանգնելու, ուշքս կեշտակ տսերը կանգնելու համար։ Բաուր են։ Բաուր են սուսի։ Հերախոսներն անջատը իրանց համար կայֆերով կֆրֆրան։ Մրցեցրել են իրանք լրիվ։ Չերեղնի չէ որ մերի գրոպե սպասեիր, կայ նոր տնից դուս կայր։ Դրա մասին առանձին խոսանք, պետք չէ որ արևաններն իմանան, թե մենք իրար ինչքան շատ կսիրենք։ Բա հիմա սենց ինչքան եք սպասելու։ Զանգել եմ իմ մասնագետ կուգա, այս զամոկը կքանդե։ Բա ափսոս չի։ Դո ես եմ ափսոս, ոդիցս գլուխ։ Սոված ես, չէ։ Սուսիկ, ախորպես չենք խոսում, Սուսիկ։ Տեսնյակներ։ Ահ, որ ջղայնացած է։ Վրամը եկավ։ Հա։ Ոյ վրամ ջան։ Բայց ես չեմ կարայի իր մոտ գնամ։ Ճիշտ է։ Ավելի լավ է թող ապերը գնա խոսա։ Ով ես։ Հա քո գնալը ճիշտ է մխո, դուք տղամարդկացով իրար լավ կհասկանաք։ Դե բարով ես եկել։ Գնամ որ համարածս բաների համար պատժի համեջ հարածս։ Բա ով գնա ապեր։ Իս թվում է քու գնալն է ճիշտ։ Ես գնամ, կասի դու ինչի ես եկել։ Երեխեք, եթե ես գնամ, ընդհանրապես պատերազմ կլինի։ Սրբուն ղրգենք։ Նիկայնի ծեծ ուտելուս չի վախում։ Հա, բայց սրբուհի որպես ինչ գնա։ Ես էլի։
Դու գնա տեսնյակը մի հատ լավ զղքի ինչքան մուր ունի թափի վրա, հետո մաման կգնա։ Բայց մաման պետք է ասի, որ գնա, մեր ասելով չի գնա։ Դե ես ինչ ասեմ։ Բայց կարևորը որ եկավ երեխեք։ Դե գալու էր էլի։ Կարող ես տունը թողել մեզ չգար, սիրտը չեր դիմանա։ Ու բարձր չասի։ Գնում ես բալես։ Հա։ Արա դե բանակից պետք է մի հատ կասկա բերացել էլի հետս, ոնց մոռացա։ Իրեն, եթե հանկարծ պապան չուզի խոսի, չէ, շատ չփորփրես էլի, խնդրում եմ։ Այ դու մի մոռացի, որ տեսնյակը ձախից է ուժեղ, դու պետք է էս ու էս բլոկները պետք է դնես անպայման։ Դու խդ չկծես, բանը լիստ ենք։ Իմ տված դուխն է մեջը եղ։ Այս տունը պետք է ազատենք։ Ոնց, այս տունը մերը չի։ Հա։ Ոչ այս տունը, ոչ մեր մյուս բոլոր տները, ոչ մի ցեղ մերը չի, ոչ մի օբյեկտ մերը չի, սիրտս հիմա կկանունի։ Արա, մահն էլ է իմացել, որ աղքատ եմ, դրա համար սենց ակտիվացել է։ Հեսա, են ինֆակտիոզիա ենց բանենց գզանգի, նրանք էլ ոտի կհելնեն։ Տենց մի ասա։ Բալես ես կատակ չեմ անում, դրա տրամադրությունը չունեմ։ Մենք հիմա ոչինչ ենք։ Ինչ ես անում։ Ոնց որ զարմունք եմ քանդում։ Ոնց թե զարմունք եմ քանդում։ Սարա հերը ամեն ինչ կործրեց մի օրվա մեջ։ Տղեն գժվավ տարան գժանոց, մեր ընկավ հոգեկան ապրումների մեջ, աղջիկ ուզում էր ինքնասպանելներ հազի փրկեցին։ Մենք չենք կրը քյասի բանան կրը։ Հնարավոր չի։ Մենովա։ Սորի ստեղորա։ Մենոջան, ապեր ես ուրիշ մոմենտ ա, Մենոջան, ապեր ես ուրիշ մոմենտ ա։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։